2018 թվականն էր, հեղափոխությունից ամիսներ անց սկսեցին ի հայտ գալ առաջին հրապարակումները նոր իշխանությունների ճոխ գնումների մասին։ Հասարակության մեջ դեռ էյֆորիա էր, պարզ է չէ, ինչ էր տեղ ունենում այն մարդու հետ, ով այդ պահին կհամարձակվեր քննադատել Փաշինյանին ու նրա թիմին։ Ես շատ լավ հիշում եմ, թե իմ էջում ինչպիսի հայհոյանքների տարափ էր, երբ հրապարակեցի քննադատական հոդված։ Հոդվածի սկզբունքային միտքը հետևյալն էր. նախկին թալանչիներին նորերը չպետք է փոխարինեն։ Հեղափոխականները պետք է զուսպ լինեն, նրանք իշխանության չեն եկել կարողություն դիզելու, պաշտոնների ու բարիքների վերաբաշխման համար։ Եթե ունեն գաղափարներ, ապա եկել են դրանք իրականացնելու համար, ոչ թե նախկինների զբաղեցրած տեղերը զբաղեցնելու։ Լավ են արել, աչքդ էլ հանելու են, բա Քոչարյանը որ թալանում էր, բա Սարգսյանը որ թալանում էր, եւ այլն եւ այսպիսի հարյուրավոր մեկնաբանություններ։ Հեղափոխությունից ընդամենը 2-3 ամիս անց ես ստացա այս վտանգավոր ազդակը հասարակությունից, այն պարզ էր ու սարսափելի իր անկեղծությամբ։ Մարդիկ ընդամենը իշխանություն էին փոխել, ոչ թե կառավարման տրամաբանություն, ոչ թե համակարգ, ոչ թե արժեքային շրջանակ։ Նրանք թալանչի նախկիններին հեռացրել էին ու հիմա արդեն նորերին էին տվել լիակատար ազատություն։ Վարվել մեր երկրի, մեր բյուջեի, մեր պետական ռեսուրսների հետ այնպես, ինչպես իրենք նպատակահարմար կհամարեն։ Սա հստակ ցուցիչ է, վտանգը միայն իշխանության մեջ չէ, այն նաև հասարակական սպասումներում է, որոնք պատրաստ են հանդուրժել կառավարման նույն մեթոդները, երբեմն ավելի ապաշնոր, պարզապես այլ անուններով ու այլ դեմքերով։ Թալանը այլ կերպ է փաթեթավորվում հիմա, պարգևավճարներ, պետական գնումներում յուրայինների շրջանակների մասսայականներ գրավում, չհիմնավորված ծախսեր, միլիոնների ներդրումներ, կասկածելի նպատակներով եւ ուղղություններով եւ այլն։ Բավական է միայն նշել Անիֆի խայտառակ գործը եւ կորսված միլիարդների համար պատասխանատուների 0 շրջանակը։ Եվ այստեղ կարևոր է արձանագրել, հասարակությունն այս ամենն ընդունել է ի գիտություն ու թույլ է տվել։ Հասարակությունը չի կանխել հեղափոխականների արագորեն, քանի դեռ ժամանակ կա հարստանալու առաջին փորձերը, ավելին խրախուսել է։ Սա փակ շրջապտույտ է, որտեղ իշխանությունները փոխվում են, իսկ մտածողությունը ոչ, բայց տարբերությունն այն է, որ ժամանակին զուգընթաց մեր երկիրը ռեսուրս չունի անվերջ կրկնելու նույն սխալը։ Չկան այն պաշարները, այն անվտանգային, տնտեսական ու մարդկային ռեսուրսները, որոնց հաշվին կարելի է այսպիսի վոյաժներ թույլ տալ։ Ամեն անգամ ավելի քիչ է մնում բաժանելու, ավելի քիչ է մնում թալանելու, ավելի քիչ է մնում պետություն պահելու համար։ Շարունակ թույլատրվում է այսօրինակ վարքագիծը մի երկրում, որը վերականգնվելու ժամանակ ու ռեսուրս չունի։ Եվ կարևոր է սա ուղիղ ասել, այս ամենի գինը մենք վճարեցինք պատերազմում մեր պարտությամբ, երբ պետական ռեսուրսը դիտարկվում է որպես մեջ անելու առարկա, ոչ թե գոյաբանական անվտանգության միջոց, դրա հետևանքն անխուսափելիորեն երևում է ճակատում։ Մենք կարող էինք ունենալ իսկապես մրցունակ բանակ, կարող էինք ունենալ սպառազինման շարունակական քաղաքականություն, սպայական կորպուսի արժանապատիվ սոցիալական ապահովում, տեխնոլոգիական զարգացում, ռազմավարական պլանավորում, կարող էինք։ Եվ հիմա ուզում եմ դիմել հասարակությանը, 2026 թվականին ընտրություններ են։ Եթե քաղաքացին պատրաստ չէ բռնելու իշխանության օձիքից, պատրաստ չէ ստիպելու նրան լինել հաշվետու, եթե ամեն օր չի հիշեցնելու, որ ինքն է վճարում նրա աշխատավարձը եւ պաշտոնյան պարտավոր է բարեխիղճ աշխատել, ապա սա հեռուն չտանող ճանապարհ է։ Եվ այո, խնդիրը միայն իշխանության մեջ չէ։ Նախ պետք է մենք մեզ տեր զգանք հայրենիքի, ունեցածի, պետական ռեսուրսի։ Գուցե ամբողջ ողբերգության պատճառը հենց սա է։ Մենք մեզ տեր չենք զգում մեր ունեցածին։ Քանի դեռ պետությունը չենք ընկալում որպես մեր, այլ որպես ինչ-որ հեռավոր, օտար մի բան, իշխանությունն անխուսափելիորեն դառնում է սեփականատեր, ոչ թե սպասարկող։ Իսկ սեփականատեր իշխանությունը միշտ էլ վարվում է այնպես, ինչպես իրեն թույլ են տալիս։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է ճանաչում մեր հասարակությանը, ինչպես ասում են, դուրս է եկել հասարակության ծոցից, ուղն ու ծուծով։ Նա զգում է տրամադրությունները, շոշափում է դրանք եւ դրանց վրա է կառուցում իր կառավարումը։ Facebook-յան արձագանքներով է երկիր կառավարվում։ Եթե իրենից պահանջում են պատավատապետություն կառուցել, նա կկառուցի, թեև ժամանակին հենց ինքն էր դրա ամենակոշտ քննադատներից մեկը։ Գրուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պատավատապետություն։
Եթե պահանջում են, որ իր թիմակիցներն են լինեն նույնպիսին, ապա հերթական պարգևավճարն առանց խնդիր իջեցվելու է։ Եթե հասարակությունը նորմալ է համարում, ավելին անհրաժեշտ է համարում, որ շարքային չինովնիկի տակ էլ շքեղ մեքենա լինի, ապա ինչու հրաժարվել։ Եթե հասարակությունը բռնում է իշխանության օձիքը ոչ թե հաշվետվողականության, այլ արտոնությունների պահանջով, ապա իշխանությունը հենց դա էլ տալու է։ Եվ սա է ամենացավոտ ճշմարտությունը։ Իշխանությունը մեր հայելին է, այն այնքան վատն է, որքան մենք թույլ ենք տալիս։ Այս նույն տրամաբանության շարունակություն է նաև այսօր եկեղեցու դեմ տեղ ունեցող գործընթացը։ Սա նույնպես իշխանության համարձակության արդյունք չէ միայն, այլ հասարակության թույլտվության։ Եթե Նիկոլ Փաշինյանը զգար, որ հայ առաքելական եկեղեցին հասարակության համար կարմիր գիծ է, ինքը երբեք չէր գնա սրացման, վարկաբեկման ու ճնշման այս ճանապարհով։ Բայց ինչպես պետական ռեսուրսների մեջ անելն է նորմալացվել, այնպես էլ հիմա նորմալացվում է ազգային ինստիտուտի թիրախավորումը։ Սկզբում ծաղրանք, հետո կասկած, հետո մեղադրանք, հետո բարենորոգման անվան տակ ներխուժում։ Եվ եթե այսօր թույլ ենք տալիս, որ եկեղեցին դառնա քաղաքական հաշվեհարդարի գործիք, վաղը նույն ճակատագրին կարող է արժանանալ ցանկացած այլ հիմնարար ինստիտուտ։ Սա այլևս հավատքի հարց չէ միայն, սա պետության, ինքնության ու սահմանների հարց է։